Ըստ Սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից, գիտեք։ Իսկ ինչ է նշանակում եկեղեցին պետությունից անջատ է։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն հիմա սկսել են ամեն մեկը իր ուղեղի չափով բանել։ Հա, անջատ է, ճիշտ է։ Եկեղեցին, այսինքն դա անջատ գիտեք ինչ է նշանակում, որ պետական կրոն չկա, որովհետև մենք ունենք խղճի մտքի դավանանքի ազատության իրավունք, չէ, Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն հետևաբար դա նշանակում Հայաստանի Հանրապետությունում պետական կրոն չկա, հետևաբար եկեղեցին պետությունից անջատ է։ Բայց արդյոք դա նշանակում որ պետությունը ոչինչ անել չի կարող, ով ասա։ Այսինքն պետություն դուք ինչ անեք։ Դուք մեր ժողովրդի մի ամբողջ հոգևոր, մշակութային, քաղաքակրթական ինստիտուտ գողանաք, պետությանն էլ ասենք ու շլանգի տեղ քեզ դիր, հանկարծ չմասնակցես այս եկեղեցու ազատագրման գործին, ով է ասել։ Ես էլ դες ասում եմ, քանի որ մեր իրավաբանները, մեր փաստաբանների 90%-ը մուտիլով կեցեր ունի, ես առաջարկում եմ այն 10%-ին, որը նորմալ իրավաբանության հետ կապված է, մի հատ դուք էլ նստեք, մի հատ ոնց է մյուսները, մի հատ եւ գտնում, ամբողջ աշխարհը սխալ հանում։ Մի հատ էլ եւ դուք գտեք եւ ճիշտ հանեք, որպեսզի մենք կարողանանք մեր եկեղեցին ազատագրել։ Էլ եմ ասում, չի նշանակում տարանջատված են, չի նշանակում որ իշխանությունը ոչինչ անել չի կարող։ Մեկ փակում կյանքիս անցած էջերի պես էջերը